Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Երևանի քաղաքապետարանի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Ղարիբյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես հոկտեմբերի սկզբին Վիլնյուսում մասնակցել եք երեխաների նկատմամբ բռնության եւ անտեսման կանխարգելման միջազգային կազմակերպության կազմակերպած միջազգային կոնգրեսին։ Նախ ինչ է իրենից ներկայացնում այդ կոնգրեսը, ինչ հարցեր են քննարկվել եւ երեխաների նկատմամբ բռնության անտեսման ինչ պատկեր կա մեզ մոտ եւ այլ երկրներում։ Բարի, շնորհակալություն։ Կոնգրեսը Իրանով ինքը միջազգային կոնգրես է, ամեն տարի ընտրվում է մի երկիր, մի պետություն եւ անցկացվում, հա, այս տարի դա իրականացվում էր Վիլնյուսում եւ մենք ստացանք հրավեր, որպեսզի մասնակցենք, որպես այդպեսին, եթե չեմ սխալվում, սա առաջին անգամ էր, որ Հայաստանի Հանրապետությունից համայնքային ծառայող կամ պետական այցյանի ներկայացուցիչ մասնակցեց եւ նաեւ ես հանդես եկա զեկույցով։ Սա պայմանավորված էր նրանով, որ կոնգրեսը ամսի 6-ից մինչև 9 էր, սակայն 9 վերջին օրը առանձնացված էր Rise Up ֆորումին, որ իրենից ենթադրում էր տարբեր երկրներից պետական այցյանների ներկայացուցիչների ելույթներ, զեկույցներ։ Դրանով օրինակ ես հանդես եկա Հայաստանում արկա, հա, մեր բարեփոխումների վերաբերյալ ինֆորմացիայով, հատկապես Երևանի փորձառությամբ, որովհետև Երևանի փորձառությունը շատ տարբերվում է, եթե մենք նայում ենք այլ համայնքներից։ Ինչ բարեփոխումներ է իրականացվել եւ ինչ եք ներկայացրել։ Որպես այդպիսին, սրա մասին ես նաեւ խոսացի, եթե ճիշտ եմ հիշում, սեպտեմբերի վերջ ազգային ժողովում, հա, որովհետև ներկայային ազգային ժողովում հենց երեխաների պաշտպանության վերաբերյալ փաթեթ է ներկայացված սոցիալնախարարության կողմից։ Եթե մենք անդրադառնում ենք Երևան համայնքին, Երևան համայնքը առաջինն էր, որ 20 թվականին, երբ որ ձևակերպվեց վարչությունը, մինչև այդ կար համապատասխան բաժիններ, իսկ 20 թվականին արդեն ավականու որոշմամբ ձևավորվեց երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչությունը, նախ հասկանալով, որ երեխայի պաշտպանությունը հնարավոր չի կազմակերպել առանց սոցիալական պաշտպանության եւ հակառակը, հա, երեխան ապրում է հասարակությունում եւ ընտանիքի մաս է կազմում։ Ու դրանով ամրապնդվեցին համայնքային ծառայողի անձնագրում մի քանի կարևորագույն կետեր, դրանցից են մասնավորապես սոցաշխատողի, հա, կրթությունը եւ պարտադիր կրթությունը եւ փորձառությունը եւ նաեւ հոգեբանինը։ Սրանից հետո արդեն 1-2 տարի հետո այս փորձը տարածվեց արդեն 12 վարչական շրջաններում, այսինքն յուրաքանչյուր վարչական շրջանում կա համապատասխան բաժին, երեխաների եւ սոցիալական պաշտպանության բաժին, եւ այնտեղ մենք ունենք աշխատողներ, որոնցից երկուսը սոցաշխատողը եւ հոգեբանը նաեւ հանդիսանում են հոգեբարձուների եւ խնամատարների հանձնաժողովների պարտադիր անդամներ։ Սրանք ամրագրված են իրենց անձնագրով։ Իսկ որպես այդպիսին այդ հանձնաժողովները, որի մասին որ մենք խոսում ենք, ներկայացուցիչները այդտեղ ներկայացված են հասարակական հիմունքներով։ Հիմա մենք ունենք արդեն փոփոխություններ, որով որ պետք է բարձրացվի սոցիալական աշխատողների թիվը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև պատվիրակված պարտականություններ են լինելու։ Առհասարակ սոցիալական աշխատողի մասին մենք շատ հաճախ խոսում ենք, բայց երբեմն տեսնում ենք դեպքեր Երևանում եւ ոչ միայն Երևանում, բայց հիմա քանի որ խոսում ենք Երևանի մասին, երբ եղել է այդ բռնությունը երեխայի նկատմամբ, չգիտեմ, կամ անտեսումը, եւ սոցիալական աշխատողը ընդհանրապես որևէ գործ չի կարողացել իրականացնել այդ առումով, եւ այստեղ ստացվում է, որ սոցիալական աշխատողը ինչի համար է այդ գումարը ստացել, կամ չգիտեմ, ինչի համար է նա առհասարակ ինչ գործառույթ իրականացրել։ Եթե անդրադառնանք ստատիստիկ տվյալներին, որպես այդպիսին, եթե մենք համեմատում ենք հանրապետությունում արկա թվերի հետ, Երևանում այ երեխաների հանդեպ բռնությունը շատ ավելի ցածր են թվերը համեմատականով, քան այլ մարզերում կամ ընդհանուր հանրապետությամբ։ Միևնույն ժամանակ ձեր ասացի վերաբերյալ մենք ունենք հետևյալ առանձնահատկությունը։ Կարևոր է հիշել, որ շատ ժամանակ չէ որ նման գործունեության իրավիճակում մի քանի գերատեսչություններ են ներկայացված, հա, ու իհարկե մենք ամեն ինչ անում ենք եւ շատ սերտորեն համագործակցում ենք Երևանի քաղաքապետարանը, դա այն կառույցն է, որ ակտիվորեն համագործակցում է բոլոր գերատեսչությունների հետ, կարևորելով երեխաների շահը։ Բայց իհարկե կարող են լինել իրավիճակներ պայմանական, օրինակ, որ դրա մասին չի հայտնվել, հա,
թեկուզ նույն խարանով պայմանավորված հարևանները ներկա են եղել, լսել են, որ ծնողները օրինակ երեխայի հանդեպ հոգեբանական բռնություն են կիրառում, բայց դա դիտարկել են որպես նորմատիվային։ Այդ իսկ պատճառով չի բարձրաձայնվել։ Իսկ բարձրաձայնվել է այն ժամանակ, երբ որ օրինակ հոգեբանական բռնությունից սա արդեն վերածվել է ֆիզիկական բռնության, բայց մենք նաև ունենք ստատիստիկա այլ։ Իսկ ցուցանիշները ինչպիսին են Երևանում երեխաների հանդեպ բռնությունը։ Քանի որ այդ ինֆորմացիան բավականին կոնֆիդենցիալ ինֆորմացիա է, ոչ թե հրապարակել, ավելացել է, նվազել է այդ նկատի ունի։ Մենք ունենք հետևյալը։ Սա ձեր տված հարցը շատ կարևոր հարց է, բայց սա նաև խոսում է հիմնախնդրի մասին։ Ինչ հիմնախնդրի մասին։ Մենք ունենք բացահայտումների թվականակի աճ։ Մի կողմից մենք կարող ենք ասել, դե ուրեմն համապատասխան կառույցների ներկայացուցիչներ սկսել են ավելի լավ աշխատել։ Մյուս կողմից մենք կարող ենք ասել, չէ, ուրեմն թիվն է ուղղակի ավելացել, բայց քանի որ մենք ելակետային, տվյալներ որպես այդպիսին համապարփակ ձևով չունենք հավաքագրած, հետեւաբար դժվար է ասել արդյոք բացահայտումն է դարձել ավելի հեշտ, թեկուզ իրավագիտակցության բարձրացման արդյունքում, թե ուղղակի դեպքերի քանակն է բարձրացել։ Որպես այդպիսին, օրինակ ես ամսական կտրվածքով յուրաքանչյուր վարչական շրջանից ստանում եմ ինֆորմացիա երեխաների հանդեպ ֆիզիկական, հոգեբանական եւ սեռական բռնության վերաբերյալ ու կարող եմ ասել, որ մեր տվյալները բավականին ցածր են, եթե մենք համեմատում ենք օրինակ հանրապետության հետ ներկայային։ Ամեն դեպքում վերջի անգամ երբ որ ես դա ստուգել եմ։ Ինչու էր Վիլնյուսում մասնակցելը, կարևոր, որովհետեւ մենք ցավոք գիտենք, որ անկախ թե ինչքան զարգացած կարող է լինել համակարգը, միշտ կարող են լինել մարտահրավերներ, ու մարտահրավերները կարող են ի հայտ գալ անտեսման տեսքով, մարտահրավերները կարող են ի հայտ գալ բռնությունների արձանագրման եւ դրա հետ աշխատանքի տեսքով։ Որպես այդպիսին Կոնգրեսը մեզ տվեց հնարավորություն ձեռք բերել կարևոր համագործակցություններ տարբեր միջազգային կառույցների հետ, սկսած հենց այդ միջազգային կազմակերպիչ կառույցից, մինչև իհարկե Վիլնյուսի քաղաքապետարան, նաև փորձի փոխանակման վերաբերյալ, որովհետև իրանք օրինակ ունեն սոցիալական ծառայության մոդել, բայց ինքը տարբերվում է, որովհետև իրենց օրենսդրությունը տարբերվում է, ինքը ոչ թե քաղաքապետարանի մակարդակով է, այլ ավելի շուտ պետական մակարդակով է, բայց նաև կա շատ նմանություններ մեր օրինակ օրենսդրական համակարգին։ Իսկ եթե խոսում ենք մարտահրավերների մասին, ես sense օրինակ կարող եմ բերել մեր գործընկերներից մեկը Նորվեգիայից ներկայացնում էր շատ մի քանի տարվա արած բավականին համալիր հետազոտություն, որտեղ որ անդրադառնում են երեխաների իրավունքների ոտնահարմանը խնամատար ընտանիքներում, որպես այդպիսին եւ Հայաստանի Հանրապետությունում եւ մի շարք եվրոպական երկրներում, գրեթե բոլորում իրականում խնամատար ընտանիքը դիտարկվում է որպես ալտերնատիվային խնամքի լավագույն մոդել։ Բայց օրինակ այս հետազոտությունները, որը որ անցկացվել էին Նորվեգիայում, Օսլոյում եւ այլ մունիցիպալ տարածքներում, խոսում են նրա մասին, որ այդտեղ անտեսումը շատ ավելի շատ է լինում եւ երեխաների իրավունքների ոտնահարումը ավելի բարձր մակարդակով կարող է տեղի ունենալ, քան օրինակ խնամքի ինստիտուտներում։ Ու դա պայմանավորված է նրանով, որ մի շարք պետություններում այն չափորոշիչները, թե ինչպես պետք է անցկացվի մշտադիտարկումները, շատ ընդհանրական են։ Երբ մենք խոսում ենք խնամատար ընտանիքների մասին, մինչդեռ երբ որ մենք խոսում ենք օրինակ խնամքի ինստիտուտների մասին, այստեղ ավելի հստակ են դրված չափորոշիչները։ Հիմա սրանով ես չեմ ասում, որ եկեք չաշխատենք խնամատար ընտանիքների հետ ու եկեք հետ գնանք հին մոդելի։ Բայց այս հետազոտությունը խոսում է նրա մասին, որ մենք պետք է լինենք ստրատեգիկ, երբ որ կայացնում ենք որոշումները ու առաջնորդվենք երեխայի լավագույն շահից։ Մյուս կարևորագույն կոնցեպտներից մեկը, որի վերաբերյալ քաղաքապետարանը ակտիվորեն քայլեր է կիրառում, դա այն է, որ երբ որ մենք գործ ունենք երեխայի հետ, երեխան չլինի ուղղակի սուբյեկտ, սուբյեկտ ում հանդեպ կատարվել է բռնություն, կամ որ գտնվում է իրավիճակում, երբ որ ծնողները բաժանվում են ու պետք է։ Տեսեք, դուք ասում եք երեխան չլինի ուղղակի սուբյեկտ, եւ այստեղ ես հիշեցի մի դեպք, օրինակ դեպք առհասարակ, ընդհանրապես երևույթ, ոչ թե դեպք։
Մենք քաղաքի տարբեր հատվածներում թեքահարթակներ ունենք հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, երեխաներ, տարեցներ, տարբեր խմբեր։ Դուք որպես երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար, երբ ասացիք, որ սերտ համագործակցում եք քաղաքապետարանը այլ կառույցների հետ։ Ես շատ հաճախ տեսնում եմ, որ այդ թեքահարթակների մուտքը փակված է լինում, ինչ որ մեքենայի կողմ, ինչ որ մեքենա է կայանում, ինչ որ չգիտեմ, ինչ որ մեկը նուր է վաճառում, սերկևիլ։ Այս դեպքում այդ համագործակցությունը որտեղ է։ Ես երբեք այդ համագործակցությունը ներողություն չեմ տեսել նույն Արշակունյաց պողոտայում, չեմ ուզում այդ անուն տալ, բայց սպորտ, այսպես ասած, մարզադահլիճի դիմաց թեքահարթակը կա, բայց միշտ մեքենա է կայանած եւ երբեք չեմ տեսել որևէ մեկ ոստիկանության աշխատողի, քաղաքապետարանի աշխատողի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատողի, որ գա ասես ինչ եք անում այստեղ։ Փորձեմ ձեր հարցին պատասխանել։ Ձևական բնույթ է թեքահարթակը կրում։ Դե առաջին հերթին մենք ունենք իրավագիտակցության խնդիր, հա։ Մենք պետք է հասկանանք որպես հասարակություն, օրինակ եթե մենք խոսում ենք հաշմանդամություն ունեցող անձանց մասին, հա, որ պայմանական հաշմանդամություն չունենալուց հաշմանդամություն ունենալը դա մեկ քայլ է։ Սխալ փողոց անցար ու դու հաջորդ օրը օրինակ ինքդ անվասայլակից օգտվել։ Բայց մենք կարող ենք ասել, որ դե հասկանում ենք, բայց շատ ժամանակ այդ իրավագիտակցությունն ու հոգատարությունը պակասում է։ Դե գոնե պետք է ինչ-որ մի մեխանիզմ կիրառվի, որ այդ իրավագիտակցությունը կայանա, որովհետև ձևական բնույթ է թեքահարթակը, եթե տեղադրված է, դա նույնն է ոնց որ ես գնամ հռոմ պիցա ուտեմ, նկարվեմ, ասեմ ես եղա հռոմում 5 րոպե մնամ եւ գամ ասեմ ես եղա հռոմում։ Հիմա այդ թեքահարթակը այդ գործառույթն է իրականում։ Հիմա եթե մենք խոսում ենք օրինակ գործիքակազմի մասին եւ իրավագիտակցության բարձրացման նպատակով եւ ինչ կարելի անել, հա։ Եթե խոսում ենք իրավագիտակցության առումով, մենք ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի ստեղծվեն սոցիալական բնույթի տեսահոլովակներ, որոնք որ կարևորում են հոգատարությունը, էմպաթիան մեկը մյուսի հանդեպ։ Սա հուսով ենք կունենա իր դրական ազդեցությունը։ Եթե խոսանք ինչ մեխանիզմներով օրինակ կարելի է դրա մասին հայտնել, օրինակ քաղաքապետարանը ունի ակտիվ քաղաքացի հարթակը, որով որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկայացնել հայտ, ուղիղ ժամանակում հետևել հայ ինչ եղավ այդ դիմումի հետ ու ստանալ համապատասխան արձագանք։ Ես հասկանում եմ, ես այստեղ չեմ ասում, որ այդ խնդիրը վայրկյանների ընթացքում է լուծվելու։ Նախ որովհետև դա առաջին հերթին առնվազն գերատեսչական համագործակցության մասին է։ Երկրորդ հերթին մենք օրինակ քաղաքապետարանի աշխատողները որպես այդպեսին միշտ չի, հա, որ դուրս են գալիս շրջացելի։ Մենք դուրս են գալիս օրինակ շրջացերի պայմանական, երբ որ մեզ հայտնում են նրա մասին, որ օրինակ այստեղ կա Օթևան հանց, ու այդտեղ եւ վարչական շրջանի սոցբաժիններից են այց կատարում եւ վարչության ներկայացուցիչները աշխատակիցներն են այց կատարում, որպեսզի հասկանան ինչպիսի աջակցություն մենք կարող ենք տրամադրել։ Այդ թեքահարթակը ոչ թե կոնկրետ մեկ օրինակով, այլ քաղաքի տարբեր հատվածներում, բայց կոնկրետ այդ թեքահարթակը Շենգավիթ վարչական շրջանին շատ մոտ է։ Շատ մոտ է թաղապետարանի շենքին եւ եթե թաղապետարանի աշխատողները մի երկու քայլ են, հաստատ այդ երևույթը նկատած կլինեն, որովհետեւ ես 3 տարի դա նկատում եմ։ Դուք նաեւ տարեցների համար եք ծրագրեր իրականացնում, կազմակերպում են շրջագայություններ դեպի տեսարժան վայրեր, այս տարի մոտ 55 շրջագայություն, որին մասնակցում է շուրջ 1100 քաղաքացի։ Նպատակը ո՞րն է այս ծրագրի։ Նպատակը եթե շատ հակիրճ, դա նպաստել սոցիալական կապերի ակտիվացիային։ Ինչու, որովհետև ցավոք մենք գիտենք, որ շատ ժամանակ մեր հասուն տարիքի քաղաքացիները կարող են լինել անտեսված սեփական ընտանիքի կողմից կամ օրինակ չեն աշխատում եւ օրվա մեծամասնությունը անցկացնում են տանը։ Նաեւ կա իհարկե օբյեկտիվ պայմաններ, պատճառներ, մեկը կարող է ունենալ առողջական խնդիր, մյուսի դեպքում կարող է լինել այնպես, որ օրինակ բոլոր ընկերները կամ հարազատները ցավոք էլ մեծ չեն։ Բայց կյանքը շարունակվում է ու ինչպես ասել է քաղաքապետը, Երևանը պետք է լինի այն համայնքը, որը որ հարմար է եւ հասանելի բոլորի համար։ Ու մենք ամեն ինչ անում ենք, որ դա այդպես լինի։ Սա նաեւ վերաբերում է իհարկե մեր տարեց քաղաքացիներին, ուստի մենք կազմակերպել ենք այս տարի շուրջ 55 շրջագայություն,
առնվազն 1100 քաղաքացիների համար, ընդ որում շատերը իրանք են ընտրում, թե իրանք պայմանական ուղղությունները իրենք։ Այո, այսինքն մենք ունենք ուղղությունները, բայց վարչականներում իրանք տեղեկացնում են, որ պայմանական օրինակ կենտրոն վարչական շրջանից կա ուղղություն Նորավանք կամ Տաթև կամ Դիլիջան, ու իրանք արդեն ընտրում են, մենք հաշվի ենք առնում քաղաքացու ցանկությունը, պատրաստականությունը մասնակցելու, ունեցել ենք իհարկե դեպքեր, որ պայմանական եղանակով պայմանավորված եղել են քաղաքացիներ, որ ասեն, չէ, այսօր չեմ գա, ու իրանք փորձել ենք ներգրավել մյուս ծրագրում, մյուս ուղևորությունում, իսկ իրանք փոխարեն օրինակ սպասողներին, ովքեր որ իրենց հերթին էին սպասում, հավաքագրման իրանք եք ներառել։ Հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը Ընդհանրապես, օրինակ, այս տարի մենք ունենք 11 հասարակական կազմակերպություն, ում հետ որ համագործակցում ենք։ Սա եւ ամրապնդված է թիմով օրենքով եւ ամրապնդված է վարչության կանոնադրությամբ։ Ինչը տեղի ունենում։ Կան ծրագրեր, որոնք որ մենք անմիջականորեն մենք ենք իրականացնում, սա գնումների գործընթացով, տենդրով իրականացող ծրագրեր են։ Պայմանական տարեցների ծրագիրը մենք ունենք երեխաների համար մշակութային ծրագրեր, որով որ իրենք այցելում էին եւ թանգարաններ, ընդ որում ուղղակի այցելություններ չէին թանգարաններ, այլ իրենք ինտերակտիվ բնույթ էին, կամ օրինակ ունենք երեխաների այցելությունները ստեղծարարությունը բարձրացնելու նպատակով պայմանական մատչանենց տուն։ Դա միշտ մրցույթով է հասարակական կազմակերպությունը։ Հասարակական կազմակերպություն։ Բոլորս գիտենք, որ մի հրապարակում հայտնվեց համացանցում, որ Երևանի քաղաքապետարանը ավելի քան 16 միլիոն դրամ է տվել քաղաքապետարանի պաշտոնյայի հիմնադրած հասարակական կազմակերպությանը, որ հոգեբանական աջակցություն տրամադրի, գումարը տրվել է առանց մրցույթի։ Եվ այստեղ ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը ամեն դեպքում հենց այս հրապարակման 16.5 միլիոն դրամից ավելի գումար է տրամադրել հենց ձեր հիմնադրած հասարակական կազմակերպությանը։ Այստեղ կարևոր երևի թե նշում կամ շտկում համահիմնադրած մեկ, բայց մի հատ անդրադառնամ ընդհանուր համագործակցության իմաստին ու նաև անդրադառնամ ձեր հարցին։ Մենք այս տարի օրինակ համագործակցում ենք 11 հասարակական կազմակերպությունների հետ։ Սա եւ թիմով ունենք կետ, որը որ հնարավորություն է մեզ տալիս ունենալ այս համագործակցությունը եւ ինչպես արդեն նշեցի, մեր կանոնադրությամբ։ Ինչու է տեղի ունենում այս համագործակցությունը, որովհետեւ կազմակերպությունները, մասնավորապես հասարակական կազմակերպությունները ունեն իրանց էքսպերտիզան, ունեն իրանց փորձառությունը, ունեն նաև շահառուների խումբ, ովքեր որ մեծամասնությունը շրջանակ հենց Երևանի համայնքի բնակիչներ են։ Ոստի ունենալով այս համագործակցությունները, աջակցելով, մենք կարող ենք ասել քաղաքապետարանը աջակցում համայնքին, հետ վերադարձնում համայնքին, մյուս կողմից կարող ենք ասել հասարակական կազմակերպությունն է աջակցում մեզ ծառայել համայնքին եւ առնչվել այն խնդիրների հետ, որոնք որ կան համայնքում եւ փորձել լինել մեր քաղաքացիների կողքին։ Հիմա օրինակ այս տարի մեր 11 հասարակական կազմակերպություն գործընկերներից 7 հաշմանդամության ոլորտում են պայմանական մենք համագործակցում ենք Առաքելություն Հայաստանի հետ, որտեղ որ ապահովում ենք ցերեկային խնամքը տարեցների համար։ Մենք համագործակցում ենք Լիարժեք կյանք հասարակական կազմակերպության հետ, որի շրջանակում օրինակ ամառը 1 ամիս տևողությամբ ներառական ճամբար է կազմակերպվում։ Այս տարի ես նույնպես այցելեցի։ Այս ՀԿ-ին ինչպես եղավ այդ գումարի տրամադրումը։ Հիմա ընդհանրապես յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն ինքը ներկայացնում է դիմում քաղաքապետարան, շատ ժամանակ հենց քաղաքապետի անունով, որը որ արդեն համապատասխան ստորաբաժանման կողմից ուսումնասիրվում է, ներկայացվում է արդեն քաղաքապետին եւ արդեն դրական եզրակացությունից հետո եւ այդ ընթացքում լինում են լիքը քննարկումներ հասարակական կազմակերպության հետ, եթե այն մարտահրավերը, որը որ ներկայացրել է հասարակական կազմակերպությունը, սա համապատասխանում է մեր կանոնադրությանը եւ իհարկե սա մարտահրավերը, որին որ պետք է որ այդ մենք պետք է գործ ունենանք, ապա արդեն ստեղծում է համագործակցության կետեր, եզրեր եւ կնքվում է պայմանագիր, որ ձեր համահիմնադրածն է։ Հիմա դրան անդրադառնամ։ Ինչ վերաբերվում է հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնության հասարակական կազմակերպությանը։ Նախ առաջինը սկսենք նայած, որ ես սա համահիմնադրել եմ 21 թվականին, ինքս լինելով լիցենզավորված կլինիկական հոգեբան Մեծ Բրիտանիայում, իհարկե հոգեկան առողջության հիմնախնդիրը Հայաստանի Հանրապետությունում ինձ համար շատ կարևոր է։
ու տարիների ընթացքում մենք ունեցել ենք տարբեր ծրագրեր, որոնցից մեկը արդեն 24 թվականին ներկայացվել է Երևանի քաղաքապետարան, խոսքը գնում է հուզական աջակցության թեժ գծի ծրագրի մասին, որը որ արդեն ուսումնասիրվել է երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության կողմից եւ արժանացել դրական եզրակացության։ Այդ քննարկումներին իհարկե մասնակցել եմ նաեւ ես որպես համահիմնադիր։ Ամիսներ անց, պայմանագիրը կնքվել է փետրվարին այս տարվա, իսկ ամիսներ անց հատկապես հաշվի առնելով իմ մասնակցությունը եւ մասնագիտական, այսպես ասած, որակավորումը եւ այն փաստը, որ ես վերադարձել եմ Հայաստանի Հանրապետություն, իմ հայրենիք, ինձ առաջարկություն է կատարվել, որպեսզի ես անցնեմ քաղաքապետարան աշխատանքի։ Այստեղ մենք արդեն գործ ենք ունենում հանրային ծառայողի մասին օրենքի 33-րդ հոդվածի 5-րդ կետի մասին, որը որ պոտենցիալ շահերի բախման մասին է։ Հաշվի առնելով սա ու հաշվի առնելով այն ամենը, իհարկե, որ եւ բոլոր կողմերը իմացել են, իմ դերի մասին, ես համապատասխան գրավոր հայտարարությունը ներկայացրել եմ իմ ղեկավարին ըստ օրենքի կետի, որը որ նաև ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանման կողմից, իսկ դրանից հետո արդեն օգոստոս ամսին դադարեցրել իմ անդամակցությունը։ Դուք որևէ առնչություն չունեք այս բանը հասարակական կազմակերպության հետ։ Ես հասարակական կազմակերպությունում զբաղեցնում եմ հասարակական հիմունքներով կլինիկական եւ գիտական ղեկավարի պաշտոնը, սա գիտահետազոտական գործունեություն է, նույն այս սկզբունքով ես զբաղեցնում եմ բրիտանական հոգեբանական համայնքում նմանատիպ պաշտոն, որը ինձ հնարավորություն է թույլ տալիս, օրինակ այս դեպքում որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ լինել ամերիկյան հոգեբանական համայնքի միջազգային համագործակցության գագաթնաժողովի անդամ։ Պարոն Ղարիբյան, շատ կարճ, որովհետև մեր ժամանակը սպառվել է, ամեն դեպքում այն հրապարակումը, որ եղել է ձեր անձի հետ կապված եւ ՀԿ հասարակական կազմակերպության հետ կապված, դուք որևէ միջնորդ չեք եղել այդ գումարի տրամադրման հարցում։ Իհարկե ոչ, որովհետեւ եթե մենք նայում ենք ժամանակահատվածը, ՀԿ-ն ներկայացրել է իր դիմումը, որը որ ինչպես այլ ՀԿ-ներ ներկայացրել են 24 թվականին 25 թվականի փետրվարին կնքելվել է պայմանագիրը, իսկ ՀԿ-ի ես քաղաքապետարան նշանակվել եմ մայիսի 7-ին 25 թվականի։ Ստեղ չեմ կարծում, որ կա շահերի բախում, ու բացի դրանից կարևոր է հիշել, որ շահերի բախում կլիներ այն դեպքում, եթե ես այս ամեն ինչը թաքցնեի, չներկայացնեի, իսկ ես օրենքի կետով ներկայացվել եմ, համապատասխան որոշումները կայացվել են, ես դադարեցրել եմ իմ անդամակցությունը։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը Երևանի քաղաքապետարանի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Ղարիբյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։